Պարոն Հովակիմյանը ընտրությունների արդյունքները ամփոփելուց հետո, երբ արդեն պարզ էր, որ ուժերն են ասելու խորհրդարան, ձեր նկարներով բազմաթիվ էջերում, այսպես նկարչի կերպարով լուսանկարներ են տարածում, ձեզ անվանում էին նկարիչ, ԽՊԻ նկարիչ, ձեր արձագանքը ինչպիսին է այդ բոլոր մեկնաբանությունները, նաև ընդդիմությունը, կարծես ասում են ժամանակին ՀԺ-ի Նիկոլ Փաշինյանի համար աշխատած Հովակիմյանից ինչ պետք է սպասել, այս դիտարկումները եւ նաև լուսանկարներին ձեր արձագանքը եւ այսօր Նարեկ Կարապետյանի հետ կապված այսպես ենթադրվում է, որ կվարվեք այնպես, ինչպես նախկինում ուսումնի դիմադիրների դեպքում է եղել։ Կզրկվի անձեռնամխելությունից Նարեկ Կարապետյանը ունե ձեր պատասխանը, ինչպես մենք տեսնենք նախկինում ընդդիմադիր այլ գործիչների դեպքում եք հնվարվել։ Ես կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը նախապես սկսեմ վերջից ձեր հարցի։ Նախ ուղղակի ես քան որ մեղքի չթաքցնեմ, ես կան լրագրողներ, ում ճանաչում եմ այսպես վաղուց իմ նախկին կյանքից եւ կան լրագրողներ, որոնք որ նոր են 1980, որ չեմ ճանաչում։ Դուք որ ուզում ասեմ, որ մեզ հետևում են օնլայն հետևողներ։ Հրապարակորաթեր Աննա Պապիկյան։ Աննա Պապիկյան։ Տիկին Պապիկյան։ Քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, քաղաքացիները իրենք իրենց նախապատվություններով, նկատի ունեմ, ասենք Հայաստանի տերևնությամբ իրադարձություններով, կարող են ազատեն ով ինչպես ցանկանում է գնահատական տալու։ Եթե այդ գնահատականը չի հատում վիրավորանքի կամ զրպարտության շեմը, տվյալ դեպքում, ասենք իրավական գործընթաց հարուցելու հիմքը կարող լինել վիրավորանքի շեմը հատելը, ես տեսել եմ սոս հանցելում եւ այլ թվում վիրավորական արտահայտություններ, բայց կարծում եմ, որ այս դեպքում իրավական գործընթաց հարուցելու կարիք չկա։ Յուրաքանչյուր մարդուն դատում են ոսման ժամանակը։ Ես կարող եմ պարզ ճակատով ասել, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները անցել են ազատ արդար թափանցիկ։ Այդ ընտրությունների բոլոր նախորդ ընտրությունների համեմատությամբ այդ ընտրությունների ընթացքում թերացումները անհամեմատ քիչ են եղել։ Բայց մենք ունեցել ենք իրավիճակ, երբ որ ըստ էության քաղաքական ուժերից մեկի անցնել չանցնելու խնդիրը, այսպես ասած, շեմը շատ զգայուն իրավիճակում է եղել եւ այդ լարվածությունը, այդ նաեւ էմոցիաները դրանով է պայմանավորված եղել։ Բայց ես կրկնում եմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընտրությունները, որոնք տեղի ունեցան 2026 թվականի հունիսի 7-ին, եղել են մինչ այդ տեղի ունեցած ընտրությունների, այսպես ասենք, համեմատում իրենց թերություններով, տեխնիկական խնդիրներով լավագույնը։ Եվ սա բնական է, սա ընդամենը զարգացման ընթացք է, ինչպես նախորդ բոլոր ընտրություններն էին միշտ առաջընթաց ունենում, այդ թվում նաև տեխնիկական ապահովման մյուս խնդիրներով այս ընտրությունները ևս, բայց կար մեծ էմոցիա, մեծ, այսպես ասած, լարում, որ կրկնում եմ այդ քաղաքական ուժերի ակնկալիքներով, հույսերով, չգիտեմ։ Պարոն Հովակիմյան, ներողություն, դες մեղադրում են շատերը բանկայի ձայները գողանալ մեջ եւ դժվարացնում են ձայների գող։ Մանդատան գողության մեջ է դες մեղադրում։ Հարգելի լրագրողներ, ես ասում եմ, կարող են բազմաթիվ վիավորանքներ հնչեցնել։ Հիմա ես ուզում եմ ձեր մղումը հասկանալ։ Վիավորանքները հնչեցնելու ձեր մղումը հասկանալ։ Հիմա որովհետև հարգելի լրագրողներ, ոչ, հարգելի լրագրողներ, ես հիմի եկեք չմոռանանք, որ ես ժամանակին ձեր կարգավիճակում եմ եղել։ Հիմա դուք
այդ հարցը հնչեցնելով ընդամենը դուք եք ինձ փորձում վիավորել, որովհետև այն ինչ որ մարդիկ, այսպես ասեմ, չգիտեմ, մարդիկ ասենք սոցցանցերում կգրեն, կամ քաղաքական գործիչները իրենց հայտարարություններին կանեն, ով կանի, ես, եթե անհրաժեշտ համարեմ իրենց կարձականքեմ, դուք դա վիավորանքը հարցի վերածելով ընդամենը դուք եք արդեն հանդես գալիս վիավորելի դերում, եւ ես պիտի պարմական լսեք, հարց եք տալիս պատասխանում այս դեպքում էլ նաև ինչ-որ չափով նաև ձեզ է վերաբերվում, որտեղ դուք էլ այդ նման վիավորանքները հարցերի մեջ դնելու բնավորություն ունեք։ Ես պիտի ձեզ ուղղակի հորդորեմ, որ զերծ մնացեք, որտեղ այդպես դուք անկեղծ ասած լրագրողի վեր մասնագիտություն եք։ Ես 20 տարի լրագրող եմ եղել, ես հպարտ եմ իմ այդ 20 տարվա փորձով, ես դա համարում եմ իմ կենսագրության ամենապայծառ շրջաններից մեկը եւ ձեզ ուղղակի խնդրում եմ այդ մասնագիտությունը ոտատակ չտալ զուտ քաղաքական ինչ-որ շատ սպասարկելով։ Խնդրանքս դա է, կարող եք խնդրանքս մի զուգահեռ մի խոսեք, ավարտեմ, հետո էլի նորից արտահայտվեք, հարց չկա, խնդրանքս, կարող եք խնդրանքս հարգել եւ չանել, կարող եք խնդրանքս անտեսել եւ շարունակել այն, ինչ որ անում եք, դա ձեր գործն է, ես ուղղակի իմ խնդրանքը զուտ որպես նախկին լրագրող, ասում եմ, այն մանդատը, որ ես ունեցել եմ լրագրողի, ես հարգում եմ ու խնդրում եմ, որ դուք էլ ձեր գործունեությամբ ուղղակի լրագրողի մասնագիտությունը չնսեմացնեք։